Վարար գետերի վերածված փողոցներ, լողացող ավտոմեքենաներ ու ջրային խցանումներ։ Կադրում ոչ թե Վենետիկն է, այլ վարդագույն Երևանը։ Հորդառատ անձրևից հետո մայրաքաղաքում դարձյալ այս պատկերն է։ Ծովածոցի նմանվող այս հատվածն էլ նոր-նոր վարչական շրջանում է, որի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել ակտիվիստին ծեծելուց եւ անձնական հարցեր լուծելուց հետո։ Այստեղ ավտոմեքենաները կիսով չափ ջրի մեջ են։ Նույն պատկերն է նաև կենտրոնում, կադրում Կողբացի փողոցն է։ Անձրևաջրերով հեղեղված մայրաքաղաքի որոշ հատվածներում էլ ջրապարակների, փրկարարների ու ջրասուզակների ուժեղացված ծառայության անհրաժեշտություններ առաջացել։ Հեղեղումների պատճառով ճանապարհի ոչ երթևեկելի դարձած հատվածից քաղաքացիները դուրս են բերել խափանված մեքենան։ Անձրևից հետո բարեկամության գետն անցումը նույնպես ջրով էր լցվել։ Ջուրը հեռացնելու եւ ապրանքը փրկելու համար գործի էին անցել վաճառակետերի աշխատակիցները։ Ինչ է մտածում քաղաքային իշխանությունը խափանված ու խցանված ջրահեռացման համակարգի խնդիրը լուծելու համար։ Կոյուղագծերի վերակառուցման ու ջրահեռացման համակարգի համար մայրաքաղաքի բյուջեից հսկայական գումարներ են հատկացվում։ Տրամադրված միջոցները ուղղակի աննախադեպ են եղել։ Այն կազմել է 2.8 միլիարդ դրամ։ Երբևէ այսպիսի ներդրում համայնքի բյուջեն չի ունեցել քաղաքի բնակիչների կենսապահովման, հատկապես ջրամատակարարման, ջրահեռացման ցանցի վրա։ Պատրաստ են արդեն ձեր հանձնարարությամբ 51 հասցեներում հեղեղատար համակարգի կառուցման, վերակառուցման նախագծանախաշվային փաստաթղթեր արդեն բոլորը գտնվում են փորձաքննության փուլում։ Հեղեղատար, անձրևատար համակարգը հին է ու մաշված եւ խնդիրը լուծելու համար հսկայական ներդրումներ են պետք, ասում է Ավինյանը։ Մինչեւ խնդրի ամբողջական լուծումը քաղաքապետը դեռ ամիսներ առաջ գտել էր հեղեղումների ժամանակ դժբախտ դեպքերից խուսափելու ելքը։ Կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես պետք է մարդիկ գործեն նմանատիպ ֆորս մաժորների դեպքում, որովհետև շատ դեպքերում որևէ տեսակի համակարգ այս տեսակ ֆորս մաժորին չի կարող դիմանալ։ Հետևաբար կարծում եմ, այստեղ էլ մենք անելիք ունենք իրազեկման տեսանկյունից։ Քաղաքային իշխանությունը ստանձնելուց 2 տարի անց Ավինյանը գտել է նաև Երևանը ծովածոցի վերածվելու պատճառը, ասում է հեղեղումների պատճառները կլիմայական փոփոխություններն են։ Երևանի քաղաքապետարանը կլիմայական փոփոխությունների դեմ իր լիազորությունների շրջանակում մեծ գործիքակազմ չունի։ Ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, անձրևների քանակը Երևան քաղաքում ավելանում է եւ գնալով ավելանալու է եւ դա ընդհանուր պայմանավորված է աշխարհում կլիմայով փոփոխությամբ։ Վարար գետերից բացի հորդառատ անձրևներից հետո Երևանում նաև արհեստական ջրվեժներ են գոյանում։ Հրազդանի կիրշն է, որն որտեղից։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։